Արցախցի Լիաննան 4 անչափահասների հետ հայտնվել է փողոցում։ Տանտերը միանգամից 2-3 ամսվա կանխավճար է պահանջել նկուղային խոնավ տան համար, որտեղ ոչ գազ կա, ոչ տաք ջուր։ Շայմանները խոնավ, կողքին խոնավ, բաղնիքը, տաք ջուր չկար, ինադու չէր միացնում ոչ տաք ջուրը։ Մեկը լվացքի մեքենա ստարել էի, օգտագործված 9 լվացքի մեքենաներ տարա, դա ոչ մի բան չկա։ Հողը չկարողացա կամ ասեց դե գնացեք ապրեք, որտեղ ուզում եք գնացեք, ասեց գնացեք ձեր բարեկամի մոտ։ Մեկ տղա եւ 3 աղջիկ մեծացնող մայրը հույսը կորցրած դիմել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին։ Նրա աջակցությամբ ընտանիքին ժամանակավոր տեղավորել են ներկայացուցչության շենքի սենյակներից մեկում։ Սալեժան կան 4 հատ բերել ենք, 3 երեխան գետնիներ քնել։ Մեծ աղջիկս ասում մամա դու արի լիժանկային պարկի, այս լիժանկային տեսնի։ Նա ցերեկը մի չհանգստացավ լիժանկայի վրա, հերթով տենց հանգստանում ենք։ Արցախի ներկայացուցչության շենքի միջանցներում փոքր իրեր են կուտակված, դրսում սառնարանն ու լվացքի մեքենան։ Նարոքները 3 ցերեկը եկա մոտիկացա իրան, տենց պարզ ասեցի, ասում դե կհավաքվես գազ, ասեցի Անա ջան, ես տեղ կսարճին, կաբինետում կգաք, մարճակալները կդնեք, եթե ունեք, մենք չունենք։ Բաղնիք էլ չկա, ասեցի ոչինչ թացանձեռոցիկով երեխեքը բան կանեն, մեկ մեծ կմաքրենք, ոչինչ, յոլակը գնանք 2 օր միջի։ Ստեփանակերտում 8 տարի հայոց լեզու եւ գրականություն դասավանդած Լիաննան փրկության ճանապարհ է փնտրում։ Սեպտեմբերին 4 երեխաները պետք է դպրոց գնան։ Բոլորը դպրոց են գնում։ Բոլորը դպրոց են գնում։ 7-րդ դասարան, 3-րդ, 4-րդ եւ 2-րդ։ Պատրաստ է անմիջապես աշխատանքի անցնել, միայն թե կարողանա լուծել կացարանի հարցը։ Արցախի ներկայացուցչությունում փորձում են միջոցներ հայթայթել ընտանիքի համար տուն գտնելու ու առաջիկա ամսվա վարձը տալու համար։ Արցախցի ընտանիքը շարունակում է մնալ անորոշության մեջ, ակնկալելով բարեգործների եւ հանրության աջակցությունը, որպեսզի երեխաները սեպտեմբերի 1-ը դիմավորեն սեփական տանիքի տակ։ Հուսով եմ, որ մի օր կվերադառնանք իմ հայրենիքն։